Սիրելիներս ողջույն բոլորին եւ իհարկե բարի գալուստ իմ YouTube-յան տեսահալիք բոլոր նրանց, ովքեր ինձ առաջին անգամ են տեսնում, ես Նադյան եմ, 3 տղաների մայրիկ, սպասում եմ իմ 4-րդ փոքրիկին։ Նախապես ներողություն եմ խնդրում, եթե ընթացքում կողքից աղմկոտ ձայներ լսվեն, եթե աղմուկը շատ բարձրանա, ընդհատումներով կխոսեմ, որպեսզի կարողանամ այդ հատվածները մոնտաժել ու դուք չլսեք։ Մի քանի օր արդեն ինչ տանը շատ ակտիվ շինարարական աշխատանքներ են գնում ծնողներիս տանը, որովհետև ես այս ընթացքում ապրում եմ ծնողներիս տանը երեխաների հետ։ Մեր տանը եւս շինարարական աշխատանքներ են գնում, ես փախել եմ մեր տան շինարարությունից, եկել եմ այստեղ ու այստեղ էլի շինարարություն է, այնուամենայնիվ որոշեցի անտեսել այս ձայները ու ձեզ համար տեսանյութ պատրաստել, որովհետև ուզում եմ ձեզ հետ խոսել վերջերս շատ մեծ աղմուկ բարձրացրած մի թեմայի շուրջ, խոսքը լաբուբու խաղալիքներն են։ Ես մանկական հոգեբան չեմ ու իմ տեսակետով, իմ կարծիքով կիսվելու եմ որպես մանկավարժ եւ որպես 3 երեխաների մայրիկ։ Նախ եկեք հասկանանք, թե ով է լաբուբուն, որտեղից է այն առաջացել եւ արդյոք այդ փափկամազիկ խաղալիքը ուղղակի անմեղմի իր է երեխաների համար, սովորական մարքեթինգ, թե իսկական սարսափ։ Լաբուբու կերպարը ի սկզբանե ստեղծվել է The Monster սերիալի համար, փափկամազիկ կենդանի է սուր ատամներով ու ասում են, որ ամեն գույնի լաբուբուն ունի իր նշանակությունը։ Խաղալիքի ամենամեծ մարքեթինգը կայանում է նրանում, որ իսկական լաբուբուն, ոչ պատենտները, պատվիրելուց չես իմանում, թե տուփի մեջ քեզ որ գույնը կընկնի։ Դու տուփը բացելուց հետո միայն կարող ես հասկանալ, թե կոնկրետ որ գույնի լաբուբուն է քեզ ընկել։ Սա իհարկե հրաշալի մարքեթինգային քայլ է, որովհետև ստիպում է անընդհատ ձեռք բերել, անընդհատ գնել այն, որպեսզի կարողանաս հավաքել բոլոր գույնի լաբուբուները։ Իսկ հիմա ուզում եմ խաղալիքի մասին խոսենք հենց մեր մայրիկների տեսանկյունից ու հասկանանք, որքանով կարող է այն իրենից վտանգ ներկայացնել երեխաների համար։ Որպես մանկավարժ ու որպես մայրիկ իմ տեսակետը այս հարցի շուրջ շատ միանշանակ է ու ես միշտ ասում եմ, վտանգ կա այնտեղ, որտեղ մենք տեսնում ենք այդ վտանգը։ Ու այս մեծ աղմուկը միայն լաբուբուների շուրջ չի, որ առաջացել է, նման աղմուկ առաջացել է նաև խագի-վագիների ժամանակ, փոփիկների ժամանակ ու բոլոր այն խաղալիքների ժամանակ, որոնք սկսել են շատ արագ մեծ ծավալով տարածվել։ Ըստ իս լաբուբուն, խագի-վագին ու նմանատիպ ցանկացած խաղալիք չեն կարող իրենցից վտանգ ներկայացնել, եթե երեխան ու ծնողը դրա մեջ վտանգ չտեսնեն։ Եկեք շատ պարզ օրինակով հիշենք մեր մանկության դոխին ու դմբլդոխին։ Կարծում եմ բոլոր մայրիկները կհիշեն, որովհետև ինձ YouTube-ում հիմնականում հետևում են իմ սերնդակիցները եւ ինձանից ավելի տարիքով մարդիկ, անհնար է, որ դուք դոխին եւ դմբլդոխին չհիշեք։ Նրանց տարօրինակ անունները, նրանց տարօրինակ կերպարները։ Մի հատ հիշեք այդ կերպարը ձեր աչքերի առաջ, թե ինչքան տարօրինակ ու ինչքան վախենալու տեսք ունեին իրենք։ Բայց արդյոք մենք իրենցից վախենում էինք, բացարձակ չէինք վախենում, շատ սիրում էինք, իրենք մեզ համար շատ բարի կերպարներ էին, ես շատ ուրախ կլինեի, եթե իրենց կերպարով խաղալիք ունենայի։ Այսինքն ես այդ կերպարների մեջ ու իմ ծնողը այդ կերպարների մեջ երբևէ ոչ մի վտանգ չի տեսել։ Նույնը կարող ենք ասել նաև լաբուբուների մասին։ Պատկերացրեք, դուք մտնում եք խանութ, ուղղակի ձեր երեխան տեսնում է այնտեղ դրված լաբուբուն ու ասում է՝ «Մամից ինձ սիրուն խաղալիք է, ինձ համար կգնես»։ Ինչ վտանգ կարող է դա իրենից ներկայացնել երեխայի համար։ Ոչ մի վտանգ։ Շատ շատերը կատեգորիկ սկսեցին բացասական կարծիք արտահայտել այդ խաղալիքի վերաբերյալ, այնինչ խաղալիքը կարող է ուղղակի անմեղ մի փափուկ խաղալիք լինել երեխայի համար, եթե դուք դրա մեջ ոչ մի վտանգ չտեսնեք ու երեխան էլ խաղալիքին վերաբերվի, ինչպես կվերաբերվեր իր փոքրիկ շնիկին, փափուկ խաղալիք, կամ փոքրիկ փիսիկին, փափուկ խաղալիք, այդպես էլ փոքրիկ այդ մոնստրիկին։ Ու որպես այս թեմայի շատ անմիջական շարունակություն ինձ համար նույն խոսակցությունները միշտ ծավալվել են Մաշան ու Արջը մուլտֆիլմի շուրջ։ Վերջերս մի ռիլ աչքովս ընկավ, որտեղ մի մայրիկ պատմում էր, թե ինչ հիմքեր ունի Մաշա մուլտֆիլմը, որ այն իրական փաստերի հիմքով է պատրաստված, որ 1800 չգիտեմ քանի թվականին Ռուսաստանի գյուղերից մեկում Արջը մտել է մի ընտանիք, մի տուն ու կերել այդ ընտանիքի փոքր երեխային, Մաշային, հետո ասում են, որ Մաշայի հոգին այդպես Արջի հետ ապրում է անտառում ու այդպես ստեղծվել է Մաշան ու Արջը մուլտֆիլմը, չգիտեմ, ու սենց աբսուրդ ինչ որ բաներ։ Ես լսում եմ, նայում եմ այդ ռիլը ու մտածում եմ,
Եթե դուք երեխայի գլուխը նման բաներով չլցնեք, երեխայի համար ինչ տարբերություն, թե ինչ հիմքերի վրա է ստեղծվել այդ մուլտֆիլմը։ Նաև շատ ծնողներ ասում են, որ Մաշան ու Արջը մուլտֆիլմը նայելուց հետո իմ երեխան շատ անկարգ է դարձել, սկսել է կրկնել Մաշայի գործողությունները, չգիտեմ ինչ, ու այդտեղ ուզում ես հարց տալ մայրիկին. որքան ժամանակ է նայել ձեր երեխան Մաշա մուլտֆիլմը։ Արդյոք մենակ է նայել, թե ձեր ուղեկցությամբ է նայել, արդյոք դուք քննարկում եք մուլտֆիլմը երեխայի հետ, թե միացնում եք հեռախոսը տալիս եք ձեռքը ու գնում եք ձեր գործերով ու ինքը ժամերով մենակ այդ նստած այդ մուլտֆիլմը հեռախոսի աչքերը հեռախոսի մեջ մտցրած նայում է։ Ցանկացած մուլտֆիլմ կապ չունի Մաշան ու Արջը կլինի թե ինչ մուլտֆիլմ, եթե դուք երեխային ուղակի միացնեք, տակ ձեռքն ու գնաք ձեր գործերով, բոլոր մուլտֆիլմներից էլ երեխան կարող է որոշակի բացասական վարքագիծ վերցնել։ Ամեն անգամ, երբ ես ու տղաներս նայում էինք Մաշան ու Արջը մուլտֆիլմը, մենք շատ հաճույք էինք ստանում։ Ծիծաղում էինք այնտեղ, որտեղ պետք էր ծիծաղել, քննարկում էինք Մաշայի վատ արարքները, տես այստեղ Մաշան ինչ սխալ իրեն պահեց, տես այստեղ նա ներողություն խնդրեց իր վատ արարքի համար, ու ամբողջ ընթացքում ես խոսում էի ու երբևէ չի եղել, որ իմ տղաները որևէ վատ արարք Մաշայից վերցնեն ու կրկնօրինակեն։ Հետևաբար մուլտֆիլմին, որևէ հերոսի, որևէ խաղալիքի մեղադրելուց առաջ նախ հարցրեք ինքներդ ձեզ, թե ինչպես եք դուք վերաբերվում այդ երևույթին։ Քանի որ մեր տան շինարարական աշխատանքների ձայները գնալով ակտիվանում են, ես ուզում եմ ամփոփելով խոսքս ասել, որ այն մեծ ուշադրությունը, որ ծնողը տալիս է իր երեխային, երբևէ չի կարող ունենալ բացասական ազդեցություն։ Հետևաբար կլինի լաբուբու, կլինի հագի-վագի, կլինի Մաշա ու Արջ, ոչ մի կերպար չի կարող բացասական ազդեցություն ունենալ ձեր երեխայի վրա, եթե դուք գիտեք ինչպես վերաբերվել այդ կերպարին։ Եթե դուք որպես ծնող հստակ գիտեք, որ մի քանի ամսական կամ 1 տարեկան երեխան ուղղակի չպետք է լինի էկրանների առաջ, եթե դուք գիտեք, որ ցանկացած մուլտֆիլմ երեխան պետք է նայի ձեր ուղեկցությամբ, դուք պետք է խոսեք իր հետ, մեկնաբանեք, բացատրեք, քննարկեք, եթե դուք գիտեք, որ խաղալիքին պետք է վերաբերվեք ուղղակի որպես անմեղ փափուկ խաղալիք, գնեք իր համար առանց այդ մուլտֆիլմները, այդ հոլովակները նայելու, YouTube-ում կան մի շարք հոլովակներ, որոնք ուղղակի սարսափ են իրենցից ներկայացնում։ Ու ես ցավոք սրտի շատ երեխաների մոտ տեսնում եմ, նկատում եմ, թե ինչպես են նրանք կլանված զբաղվում այդ խաղալիքներով, նայում այդ հոլովակներ, ու շատ մեծ տարբերություն եմ տեսնում, թե ինչպես ձեռք կբերի այդ երեխան տվյալ կերպարի խաղալիքը, ու ինչպես ձեռք կբերի իմ երեխան տվյալ կերպարի խաղալիքը, որովհետև այդ երեխան արդեն նայել է այդ հոլովակները, իսկ իմ երեխան կարա անգամ ծանոթ չլինի այդ կերպարին, ուղղակի մտնի խանութ, տեսնի, ասի, ոյ մամա, այս ինչ սիրուն խաղալիք է, կլինի ինձ առնես այդ խաղալիքից, բայց ինքը ընդհանրապես ծանոթ չլինի, թե ինչ հոլովակներ է պտտվում համացանցում այդ կերպարի մասնակցությամբ։ Բար պատկերացրեք այն մեծ տարբերությունը, թե ոնց իմ երեխան կվերաբերվի այդ խաղալիքին, ինչ ազդեցություն կունենա այդ խաղալիքը իմ երեխայի վրա, ու ինչ ազդեցություն կունենա այդ խաղալիքը այն երեխայի վրա, ով կարող է առավոտից երեկո նայել այդ սարսափելի վատ, տհաճ, բացասական հոլովակները համացանցով այդ կերպարի մասնակցությամբ։ Ինձ թվում է, ես կարողացա իմ ամբողջ միտքը արտահայտել ու կարծում եմ այն բացասական մեծ ալիքը, որ սենց պտտվում է լաբուբուի շուրջ, բավականին անիմաստ է ու չարդարացված, որովհետև այդ խաղալիքին եւս կարող են շատ երեխաներ ուղղակի վերաբերվել որպես անմեղ խաղալիքի։ Օր երկրորդ, այսօր իմ մոմագործության երկրորդ դասն է ու ես շատ ոգևորված եմ, այնքան որ գյուղից հասել եմ քաղաք, դասս բաց չթողնելու համար։ Իհարկե ինձ այդ ամենը բավականին դժվար է տրվում ֆիզիկապես, որովհետև հեշտ չի այս կարգավիճակում գյուղից հասնել Երևան այս շոքին դասի մասնակցելու համար, բայց եւ քաջ գիտակցում եմ, որ նպատակները երբևէ իրենց չեն կատարվում։ Եթե ուղղակի նստեք տանը ու սպասեք, որ պետք է հաջողությունը թակի ձեր դուռը, դա երբեք չի լինելու, դուք միշտ էլ մնալու եք այդպես սպասելով, պետք է գործել ուղղակի։ Իսկ մոմագործության այս դասը ուղղակի հիանալի միջոց է եւս մեկ նպատակ իրագործելու համար, որ ավելի լավ հասկանաք, պատկերացնեք, ինքը ֆուլ դասընթաց է 0-ից ամեն ինչ բացատրվում է մանրամասն, տեսականորեն, բավականին շատ լեկցիաներ ենք մենք վերցնում տեսական,
ծանոթանում ենք բոլոր տեխնիկաներին, նրբություններին, թե ինչ նյութեր է առհասարակ պետք մոմեր պատրաստելու համար, ինչպես պետք է պատրաստել, ինչ տեխնիկաներով պետք է աշխատել։ Նաև մեզ որպես բոնուս տրամադրվում է, թե առհասարակ ինչը որտեղից կարող ենք գնել, ինչը որ երկրի արտադրանքն ավելի լավ, մի խոսքով ամեն ինչ լրիվ զրոյից, եթե դուք բացարձակ անգամ գաղափար չունեք մոմագործությունից, դուք կարող եք մասնակցել այս դասընթացին ու պատրաստել ամենատարբեր մոմերը, սկսած դեկորատիվ մոմերից հոտավետ, մինչև անգամ տարոսիկներ, բաժակների մեջ լողացող մոմեր, ամեն տեսակի մոմ երբևէ որ տեսել եք խանութներում ու ձեր աչքը շոյվել է, դուք դա կարող եք ստեղծել ինքներդ, ու այդ իմ համար շատ հավես մի հատ sense փորձառություն է, որովհետև բացի եմ, որ ես կարող եմ ուղղակի որպես կիրառել դա որպես հոբի, պատրաստել ինքս ինձ համար, իմ սիրելիների համար, կարող եմ ես դա նաև վերածել բիզնեսի ու դասընթացի ավարտից հետո շատ հանգիստ զբաղվել մոմերի, դեկորատիվ մոմերի, տարոսիկների վաճառքով ու այնպես որ մեծ հաճույքով գալիս եմ, շատ ոգևորված, բայց էլի եմ ասում ֆիզիկապես բավականին օգնացնող այդքան ճանապարհ գալը։ Այսինչի համար եմ այս ամբողջը ձեզ պատմում, որ նաև քաջ գիտակցեք, եթե ինչ-որ բան երբևէ մտածել եք ձեռնարկել ու չեք արել, ալարել եք կամ մտածել եք դրա ժամանակը չի, կամ մտածել եք այդքան ռեսուրս պետք չի ծախսել, ուզում եմ ասել, որ հենց այսօր էլ սկսեք գնաք ձեր նպատակների հետևից, որովհետև ժամանակ իրականում շատ արագ է անցնում։ Մենք արդեն տեղում ենք, եկեք ցույց տամ ինչ ենք պատրաստել նախորդ դասի ընթացքում։ Մոմի միջուկներ, այսօր իրանք շատ սիրուն մոմեր են դառնալու։ Չեմ հավատում, ես եմ արել։ Ոնց համայնքի երաշխները։ Լավ։ Այսօրվա թեման պատմությունների թեման է, դա շատ կարևոր։ Ոնց բոլորը մենք պատմույթի թեման։ Մենք հիմնականում օգտագործում ենք բամբակի թելեր։ Լինում են նաև բամբակ plus սինթետիկ, հայտի պատմույթներ։ Մենք սինթետիկը բացառում ենք։ Ինչի, որովհետև մոմը եթե պատրաստենք սինթետիկ թելով ու վառենք, ինքը նորմալ մոմի կրակ չի լինելու։ Այսինքն ծուխ արտազատելու սիրուն կրակ չի լինի համաչափ, դրա համար բացառապես օգտագործում ենք բամբակի թելեր, տարբեր չափերի, ամեն չափի մոտ ունի իր չափի պատմույթը, դա երկար փորձաշրջան է անցել մեր մոտ, վերջնական արդյունքի ենք եկել, որ չափի մեջ որ պատմույթը դնենք, դուք եք, որ ասենք ինչ-որ տեղից գնաք պատմույթ վերցնելու, ասեք կոնկրետ այս ինչ չափի համար մոմի պատմույթ տվեք, ձեզ երբեք ստույգ չեն տա։ Այսինքն մոտավորապես են տալու, այդ ինքներդ պետք է հասկանաք, բայց իհարկե ես ուսա ամբողջը ձեզ կասեմ, ժամերով կբացատրեմ, ձեր մեջ կֆիքսեք, ու արդեն վсё, վիզուալ որ նայեք, արդեն կհասկանաք, որ չափի մոմի մեջ, որ պատմույթն է ճիշտ։ Արտադիր չոր, որովհետև եղման նյութ ենք լցնելու վրան, ինքը շատ հանգիստ, եթե լրի նորմալ է։ Մեզ պետք է, որ թափանցիկ ալում։ Նայք։ Ինչ եմ կոբերի արջեն։ Դարասուն վեց լավցայում իրար կողքին գտնվում են։
Ես դուրս եկա, երևի հաջորդ վլոգում արդեն կարծում եմ այս վլոգում էլ երրորդ դասը չեմ տեղավորի, հաջորդ վլոգում արդեն ցույց կտամ այսօրվա պատրաստածներիս արդյունքը։ Իրականում ես էլ եմ շատ անհամբեր, որովհետև այսօր շատ սիրունիկ բաներ ենք արել ու անհամբեր սպասում եմ, թե ինչ արդյունք ենք ստանալու։ Առավոտը սկսել ենք քույրիկիս տանից։ Արնոն զբաղվում է քույրիկիս աղջկա հետ, Ադամն էլ քույրիկիս տղայի, բավականին վաղ ժամա, շատ շուտ ենք եկել, ժամը 8-ն է երևի, մենք արդեն այստեղ ենք, ու այսօր ամբողջ օրը այստեղ ենք լինելու։ Ես սպան կար։ Եվ մենք տանից դուրս եկանք, ընդամենը րոպեների տարբերությամբ, իրենք արդեն հասցրել էին հասնել խանութ ու հետ գալ։ Ձեզ ով է ասել, որ սենց բաներ վերցնեք գաք, հը? Բա դուք չեք նախաճաշելու, ով է ասել, որ առավոտ գիշերով արդեն սենց բաներ ուտեք, հա Արնո, ուր է մաման, ես եմ մաման, ես եմ ասել, ասմամա, մաման մի քսի շորերիդ, մաման թույլ տվել է Արնո, Կողքը գալիս են ֆազանները, ակվորն ու հավը, հավը ճուտիկ է ունենում, ես եմ մոտավոր մի քանի օրից գույնը հետ ուգա տեղը։ Ինքը փակվել է, որ բացվի իրա գույները արդեն կերև է։ մի երկու տարի առաջ վլոգ էի հրապարակել Վարդավառի օրը ու YouTube-ը փակել էր այդ վլոգս, հուսամ հիմա ինչ-որ խնդիր չի առաջանա, սառներ Արնո, փակել էր վլոգս մեկնաբանելով, որ խախտում ենք երեխաների ու առհասարակ մարդկանց իրավունքները, իրար վնասում ենք, շեշտեմ հենց այդպիսի նամակեր ինձ եկել, որ մենք իրար վնասում ենք, իրար վրա ջուր ենք լցնում, ու ես հետո իրենց հակադարձող նամակ ուղարկեցի, որ դա մեզ մոտ տրադիցիա է, Վարդավառը մենք նշում ենք այդպիսի ու շեշտել էի անունը, որ մենք այսպիսի Վարդավառ տոն ունենք, իրենք բնականաբար երևի թե ուսումնասիրել էին ու օրերի ընթացքում բացվել էր բլոգս նորից։ Հիմա հուսամ այսօր ինչ-որ խնդիրներ չի առաջանա։ Ես